Նախորդ փորձարկման ժամանակ այս տարբերակի ելակն էի վերցրել, իսկ հիմա դեղցի համովն է, արժեքը 400 դեղցի։ Քանի որ մեկ վիդեոն շատ երկար կստացվեր, դրա համար հիմա այսօր նկարում ենք երկրորդ մասը, եւ այստեղ կրկին ունենք fixed price-ից հետաքրքիր ապրանքներ, եւ առաջինը ուզում եմ սկսել այս նորի համով չիփսերից, կար սովորական նորի համով ու կար այսպես կծու տարբերակը, հենց սա ենք վերցրել, արժեքը 300 դրամ, 5 գրամի համար։ Գուցե օրինակ այս տարբերակը հարմար լինի, երբ որ տաք ռոլեր եք պատրաստում տանը, որ sense առանձին չեք փաթաթում ռոլեր այսպես sense վերցնել ուտելու համար, չեմ կարծում, որ իրան այսպես առանձին են ուտում, բայց ամեն դեպքում փորձենք, հոտը շատ ուժեղ է ու այդքան էլ լավը չի։ Ոնց որ նորից չիփս արած վիճակում լինի։ Մի տենց նայի, փորձի։ Մի րոպե։ Վայ, վատը չի, չեմ խաբում։ Նախորդ փորձարկման ժամանակ այս տարբերակի ելակն էի վերցրել, իսկ հիմա դեղցի համովն է, արժեքը 400 դեղցի համովն եմ փորձում, նախորդ անգամ ելակներ, արժեքը 410 դրամ։ Հիմա տեսնենք, իսկ այսպիսինն է։ Փափուկ համովիկ։ Այնամիջ ելակի միջուկ կար, դա մեջ չկա ոչմ բան։ Ելակը ավելի համով էր։ Ինչպես կարող եք նկատել, անտարբեր չեմ չիփսերի հետ կապված եւ այստեղ ունենք չիփս արժեքը 330 դրամ։ Ցելը այդպես են պեչենյաների նման է։ Հոտ չունի։ Ռոզմարին է։ Փորձենք այս տարբերակը նուգա է, արժեքը 610 դրամ։ Ուպակովկան ամերիկանսկի ստիլով է, հիմնական մենտեղի կոնֆետներ են այսպես պաչկաներով լինում, ացետոնի հոտ է գալիս, սիրում եմ, որ սենց առանձին են լինում, բայց ինձ նուգա չի կարելի, հա, լուրջ եմ ասում, միակ բանը, որ չի կարելի, ասել է նուգա, դոկտոր Հասմիկը չի նայի այս վիդեոն ոչինչ։ Շատ համով է, ինք այդպես են ձիգ նուգաներից չի, փափուկ է շատ, ու մեջը սենց շոկոլադի կտորիկներ են։ Այստեղ ունենք Bubble Way արժեքը 390 դրամ, բայց սովորական խանութներում էլ այն վաճառվում, ուղղակի երբեք չեմ փորձել։ Ոնց որ ձմերուկ, սովորական ձմերուկ ուտելուց հետո ինչ համ ես զգում, այդ համն է։ Ինչու է ինձ թվում, որ այս չիփսից բոլոր տեղերում կա, արժեքը 220 դրամ, ինձ չի հանդիպել, իսկ ինչ չի հանդիպել, ինձ նշանակում է չկա։ Բարձիկների տեսքով, պանիրի համով է։ Սովորական չիփսի համ ունի։ Այս փորձարկման մեջից մի քիչ հիասթափեցնողը նուգան էր, որովհետև ես այն չկարողացա ամբողջական ուտել։ Մնացածը կարելի է ասել, որ ստացված փորձարկում էր։